Եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ստանալու են հեղափոխություն։ Կռահեք, թե ով է այս մտքի հեղինակը։ Կռահեցիք։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հաթաթան էլ տվել է նախօրեին, վայքում, դահլիճային ֆորմատով իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ։ Ժամանակին, երբ ինքը նախագահ էր ու օրվա իշխանությունն էր հայտարարում իրեն նախագահի աթոռից հեռացնելու, հեղափոխություն անելու մասին, Քոչարյանը կասկածում էր նման հաթաթաներով իր հետ խոսողների խիզախության վրա հեգնելով։ Ինձ հետաքրքիր է մի հատ հարց տվեք, ով է այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի Հայաստանում։ Հեղաշրջում Հայաստանում իր օրոք տեղի չունեցավ, բայց նրա հաջորդի օրոք տեղի ունեցավ հեղափոխություն։ Ինքը Քոչարյանն էլ վերջապես արժանացավ իրեն արժանի կարգավիճակին, իշխանության համը բերանը մնացածի։ Այդ կարգավիճակում գտնվելու հանգամանքը փաստորեն ստիպել է Քոչարյանին ինքնահայեցման դիմել, իրեն նույնացնելով այն տղամարդու հետ, որի տղամարդկությանը ժամանակին կասկածում էր որպես հեղաշրջում անելու կարող մարդ։ Փաստորեն Քոչարյանի կողմից այդքան տարի փնտրված ու չգտնված տղամարդը գտնվել է։ Այդ տղամարդը ինքն է, որ կա, բայց այ հեղափոխություն կամ հեղաշրջում անելու նրա ունակությունների վրա մի տեսակ կասկածում ենք։ Ինչ վերաբերում է հաղթելուն, ապա պետք է հիասթափեցնենք նախկին նախագահին, քանի որ ինչպես սոցհարցումներն ու ժողովրդի տրամադրություններն են ցույց տալիս, նրա գլխավորած դաշինքը հաղթանակ բառի անգամ առաջին հ տառը արտաբերելու հույս չպետք է փայփայի։ Քանի որ ըստ նույն սոցհարցումների տվյալների դաշինքին բաժին է ընկնելու հաղթանակի հականիշը՝ պարտությունը, ընդ որում խայտառակ պարտությունը։ Ընդհանրապես օրերս Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած նախքան քարոզարշավը իրականացված սոցհարցման տվյալներով Քոչարյանի Հայաստան դաշինքն ունի 3% հանրային վստահություն, իսկ դաշինքի խորհրդարան անցնելու շեմը, հիշեցնենք, 8%-ն է։ Հետևապես Քոչարյանից ու նրա քաղաքական եգիաններից, ՀՅԴ-ից ու առաջ Աչակենտրոնից հնարավոր չէ խլել, ընդ որում լկտիաբար մի բան, որը նրանց չի պատկանում։ Ընտրություններում տարվելիք հաղթանակը։ Նախկին նախագահն անհանգստանալու հիմիկվանից, ինչպես ժողովուրդն է ասում, տղամարդ լամիշ լինելու կարիք չունի, քանի որ նրան չի սպառնում հեղափոխություն անելու հեռանկարը կամ արկածախնդրությունը։ Թեթև բնույթի հետընտրական խժդժություններ հրահրել գուցե, բայց հեղափոխություն հազիվ թե կարողանա անել մինչև քոքից էլ անդին մաշված սկած նախկին նախագահը։ Այն, որ նախկին նախագահն ու հաղթանակ բառը ընտրություններում տարված կամ տարվելիք հաղթանակի իմաստով օրգանապես անհամատեղելի են, ապացուցվել է ոչ մեկ անգամ նրա Հայաստանի Հանրապետության նախագահ լինելու ամբողջ ժամկետում։ Ասվածի վկայությունը համապետական ընտրությունների արդյունքների վիճարկումներն ու հետընտրական զարգացումներն են, ինչպես օրինակ 1998-ին եւ 2004 թվականին։ Նկատենք, Քոչարյանը Հայաստանի անկախացումից ի վեր առաջին եւ առայժմ միակ նախագահն է, որին չի հաջողվել հաղթանակ գրանցել ընտրությունների առաջին փուլում։ Երկրորդ փուլում էլ, ինչպես եւ առաջին փուլի ժամանակ, օգնության են հասել տոտալ ընտրակեղծիքները, քվեատուփերի լցոնումներից մինչև քվեների հաշվարկի ժամանակ կիրառված թվանկարչություն։ Սա մենք չենք ասում, այլ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը, որն իր 1998 թվականի նախագահի ընտրություններին վերաբերող եզրափակիչ զեկույցում արձանագրել է։ Ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին, անցել են համատարած ընտրախախտումների, այդ թվում լցոնումների, ընտրողների ահաբեկման, ընտրատեղամասերում եւ քվեների հաշվարկման սենյակներում չլիազորված անձանց ներկայության պայմաններում։ Նույն այլանդակ պատկերը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն արձանագրել էր նաեւ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այսօր կառավարող ուժին հեղափոխությամբ սպառնացող Քոչարյանին հիշեցնենք,
որ 2003 թվականի տոտալ կեղծիքի պայմաններում անցած ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը բողոքի ցույցեր սկսեցին, Քոչարյանը գործի դրեց ռեպրեսիայի դաժան մեքենան։ 2004 թվականի ապրիլի 13-ին ոստիկանությունը շրջապատեց Բաղրամյան պողոտայում հավաքված եւ Քոչարյանի հրաժարականը պահանջող շուրջ 3000 ցուցարարներին եւ անհամաչափ ուժ կիրառելով ցրեց բազմությանը։ Ականատեսների վկայություններով ոստիկանությունը գործի էր դրել ոչ միայն ջրցան մեքենաները, լուսաձայնային նռնակները, այլև մահակներով ծեծում էր ցուցարարներին եւ կիրառում էր էլեկտրաշոկեր։ Շոկ առաջացավ շատերի մոտ այդ օրերի դեպքերը հիշելիս, այդպես չէ՞։ 1998 թվականին Կարեն Դեմիրճյանի հաղթանակի, 2003-ին էլ նրա որդու Ստեփան Դեմիրճյանի հաղթանակի գողին հիշեցնենք, որ 2008-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո էլ արյան մեջ ու դուբինկաների միջոցով խեղդեց համաժողովրդական շարժումը։ Այդ ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանից գողացված հաղթանակը բաշխելով իր հետնորդին Սերժ Սարգսյանին։ Հայդեպ հեղափոխություն բառը լսեցինք, հիշեցինք 2021 թվականի ազգային ժողովի ընտրություններից մեկ ամիս առաջ, մայիսի 9-ին հիշում եք, ինչ հեղափոխական տրամադրություն էր տիրում Հայաստան դաշինքում, ինչ էր ազդարարում Քոչարյանը, այո, իր ղեկավարած դաշինքի հաղթանակի մասին էր ազդարարում, առաջարկելով միացնել գործող իշխանության հեռացման հաշվարկի ժամացույցը, թե ինչով ավարտվեց այս անչափ հուզիչ պատմությունը հայտնի է բոլորին։ Բոլորին հայտնի պատմություններից մի հեղափոխության պատմություն էլ հիշեցնենք։ 2022 թվականին տեղի ունեցած դիմադրության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այդ շարժման ժամանակ էլ հիշում եք, Ռոբերտ Քոչարյանի զինակից Իշխան Սաղաթելյանը մի գլուխ հիշում էր Քոչարյանի միացրած ժամացույցի մասին ու հույս տալիս իրենց խելքին ընկածներին, թե Փաշինյանի օրերը հաշված են։ Հաշվեցին, եկան հասան մինչև 2024 թվականի սրբազան շարժման օրեր։ Հիշում եք, մի բարձրաստիճան հոգևորական էր դուրս եկել սեփական հոտի կողմից ընտրված վարչապետի դեմ սրբազան պայքարի։ Մեկը, որի նապարնիկները Քոչարյանի փաստացի ղեկավարմամբ գործող Հայաստան դաշինքի падգամավորներ էին՝ Գառնիկ Դանիելյանն ու կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանը։ Այդ հոգևորականը նույնպես հաշվում էր Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրերը։ Հաշվեց, այնքան մինչև որ հայտնվեց կալանավայրում եւ այժմ համոզված ենք ստիպված է հաշվել այն տարիները, որոնք որպես ազատազրկում նախատեսված են իրեն մեղսագրվող արարքը կատարելու համար։ Բագրատ arczepiskopos Գալստանյանին նշենք մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությունը, իշխանության յուրացումը հոդվածներով։ Եվ ուրեմն, եթե կա մի սուբյեկտ, որի դեմ Քոչարյանը պետք է հեղափոխություն կամ հեղաշրջում անի, դա հենց ինքն է։ Քոչարյանն այո, ոչ թե ընտրապայքարին մասնակցելու, այլ ինքն իր դեմ հեղափոխություն անելու կարիք ունի, ինքզինքը հեռացնելով քաղաքական դաշտից։ Այդ դա կլինի իսկական հաղթանակ, որը նրա ձեռքից համոզված ենք ոչ ոք ռիսկ չի անի խլել։ Նկատենք, որ վերոհիշյալ հայտարարությունն անելիս Քոչարյանը մի պահ մոռացել էր, որ պետք է մտնի փիարշիկների կողմից իր համար մտածված նոր մարդասերի գթասիրտի կերպարի մեջ ու ընդունել էր դեմքի ֆիրմեննի արտահայտությունը, որն ի դեպ ի հայտ է գալիս, երբ Քոչարյանի ներսում եռում են չարությունն ու ողերմությունը, ինչի հետևանքով նրա բերանի եզրերը կախ են ընկնում, իսկ պարանոցի երակները պրկվում։ Դեմքի այդպիսի արտահայտություն նկատենք Վոյն մականունը ստացած Քոչարյանն իր պաշտոնավարման շրջանում հաճախ է ընդունել, մասնավորապես այն պահերին, երբ արտահայտվել է իր հրաժարականը պահանջող, իր դեմ հեղաշրջում, հեղափոխություն անելու մասին հայտարարող ընդդիմադիրների մասին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։